Անպատասխան չի մնում Ալիևի հայտարարությունը, թե մեջբերում թքած ունի Եվրախորհրդի վրա։ Հենց նախագահն է արձագանքում ու ձևակերպում, որ Ալիևի հայտարարությունները հաստատում են վեհաժողովում ադրբեջանական պատվիրակությանը լիազորություններից զրկելու արդարացիությունը։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ջրի երես է հանում Ալիևի այն սուտը, թե Եվրոպայի խորհուրդը որոշել է վիճարկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները Լեռնային Ղարաբաղի եւ Կռվի պատճառով, որում հաղթել է իր երկիրը։ Սա բացարձակ կեղծիք է, քանի որ մենք խնդրել էինք Ադրբեջանի իշխանություններին առաջին հերթին թույլտվություն տալ, որպեսզի մեր զեկուցողները մեկնեն Լաչինի Միջանցք, Լեռնային Ղարաբաղ։ Հետո մենք անընդհատ թույլտվություն էինք խնդրում, որպեսզի մեր դիտորդները դիտարկեն երկրում ընտրությունները։ Մենք նաև թույլտվություն խնդրեցինք, որպեսզի զեկուցողները այցելեն Ալիևի քաղաքական հակառակորդներին, որոնք բանտում են։ Ալիևը, ինչպես գիտենք, սովորություն ունի իր քաղաքական հակառակորդներին բանտարկել։ Շարունակում է պատմել ԵԽԽՎ նախագահը, թե ինչպես 2 տարի շարունակ Ադրբեջանը սկզբունքորեն հրաժարվել է հարգել մարդու իրավունքներն ու ի վերջո վեհաժողովը արդարացիորեն որոշեց չվավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ Պաշտոնյայի խոսքից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի վերադարձը դեպի ԵԽԽՎ ժամանակ երկարաձգվում է։ Նախարարների կոմիտեն պետք է որոշի, ասում է ու թունդ ընդգծում, վեհաժողովի անդամ երկրներից ոչ մեկը չի կարող ասել ես չեմ հարգում կանոնները։ Ես մեծ ջանքեր եմ գործադրել ադրբեջանցիներին հետ բերելու համար, խոսել եմ օրենքի գերակայությունը հարգելու, ժողովրդավարական ընթացակարգերի եւ մարդու իրավունքների պաշտպանության մասին։ Նրանք դա չարեցին։ Սկզբում պատասխանեցին, որ միջոցներ են ձեռնարկելու, ինչը մենք այդպես էլ չտեսանք։ Նրանք ազատ են արձակել մեկ կալանավորի, իսկ հետո կալանավորել են ուրիշների։ Այնպես որ վեհաժողովը կատարել է իր աշխատանքը եւ միանգամայն պարզ է, որ վեհաժողովն արդարացիորեն չի վավերացրել պատվիրակության լիազորությունները եւ դա այսօր հաստատվում է Ալիևի այս հայտարարություններով։ Մենք չենք ափսոսում եւ կարծում ենք, որ ճիշտ ենք վարվել։ Հենց Ալիևի սրտի ուզածն է հրաժարվել բոլոր միջազգային կառույցներից, որոնք ավելորդ աչքեր ու ականջներ կարող են լինել ու արձանագրել 21-րդ դարում ավելի խորացող բռնապետական բարքերը։ Ըստ քաղաքագետի Ալիևը երկրի ներսում իր գործերը առաջ է տանում բացառապես ուժի ու սպառնալիքի լեզվով խոչընդոտների չբախվելու համար, հետևողականորեն փակ է պահում տան դռները։ Կարծում եմ Ադրբեջանը դիտավորյալ հարաբերությունները հատարացրած ԵԽՎ-ի եւ եվրոպական այլ կառույցների հետ, որովհետեւ Ալիևը օր-օրի ավելի է խորացնում բռնապետական ռեժիմը եւ դրսից օտարերկրյա ժողովրդավարական հաստատությունների մուտքը Ադրբեջան եւս մեկ գլխացավանք է լինելու նրա համար։ Բացի դրանից տեսնում ենք, որ Ալիևը հայտարարեց, որ այլևս մի այդ որոշումները չեն կատարելու եւ պետք է ասեմ, որ Ադրբեջանը մի այդ որոշումների մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների չկատարման երկրների ցանկում առաջատար եռյակում է։ Ադրբեջանի նախագահը ձգտում է գազի կախվածության մեջ պահել Եվրոպային, ինքը բացարձակ կախվածություն չունենալով հաշվարկ է անում։ Ընդհանուր Եվրոպայի հետ Եվրամիության հետ կփորձի կապեր պահպանել, որովհետև հզոր ուժային բևեռը եւ Վրաստանի նման չգնա ամբողջական կապերի խզման։ Պարզապես նա այն հարցերը, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին եւ ժողովրդավարությանը, այդ մասով Եվրոպայի արժեվ իր դռները փակում է։ Իսկ տնտեսության, առևտրային հարաբերությունների եւ այլնի մասով նա կշարունակի բնականաբար Եվրոպայության հետ հարաբերությունների պահպանում։ Ուղղակի ցավոք սրտի Եվրամիությունում վճռական չեն։ Փորձագետն ասում է, եթե եվրոպական կողմը գործի դնի ավելի կոշտ մեթոդներ ու Ադրբեջանի նման ավտորիտար երկրի դեպքում վարի ավելի կտրուկ քաղաքականություն, ապա կարող է զսպված պահել Ալիևին, բայց եվրոպական բյուրոկրատիան դանդաղ է։ Մյուս կողմից Եվրամիության որոշումները ուժ են ստանում, երբ դրանք միաձայն են ընդունվում, առանց վետոյի։ Այստեղ փորձագետը հիշեցնում է, Եվրամիությունը չարորակ ուռուցք ունի, Ադրբեջանի մերձավոր դաշնակիցն է Հունգարիան։ Տիգրան Ույգուրյան, ժամը լրատվական։